Տիկին Ալեքսանյան, Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Սերժ Սարգսյանը այն հաստատել է։ Գևորգ Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը այս հրաժարականը հիմնավորել է առողջական խնդիրներ ունենալով։ Պարոն Կոստանյանի, ինչ է կարծում, արդյոք սա հիմնավոր պատճառ է հրաժարականի համար։ Իհարկե առողջություն պետք է ունենալ աշխատելու համար այս իրավիճակում, ամբողջությամբ ապօրինի միջավայր է եւ հավատում եմ, որ հնարավոր է, որ առողջական խնդիր ունենար, սակայն չեմ բացառում նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարող էր նրան ազատել աշխատանքից, չնայած որ նա հենց այն պաշտոնյան չէր, որ այս պահին պետք է նրան ազատեին աշխատանքից։ Ես կարծում եմ, որ Գևորգ Կոստանյանը այս նշանակվելուց ի վեր ինքը փորձում էր ինտեգրվել այդ իշխանական այդ համակարգում այդ թևում, որտեղ ապօրինությունը նորմա է եւ այսինքն եւ միայն նորմա է ապօրինությունը, բայց նրան չհաջողվեց։ Պատճառը, գիտեք, նրա նոր սերունդ, լավ կրթություն եւ այն փոփոխությունները մարդկանց, որ ինքը բերել էր գլխավոր դատախազություն, մենք տեսնում ենք, որ այն հին, ասենք, Աղվան Հովսեփյանի ճաշակի, գործելավոճի ամբողջությամբ հակապատկերն է։ Ես չեմ ասում, որ Գևորգ Կոստանյանը ամբողջությամբ այդ հեռու էր ապօրինություններից, բայց իմ կարծիքն է սա, իմ կարծիքով նրան դժվար էր այսքան այդ ապօրինի իրավիճակները ամբողջությամբ արդարացնել եւ սա կարող էր իրոք նրա առողջության վրա հետք թողնել։ Եվ հիմա եթե տեղը թափուր է, թող հետ բերեն Աղվան Հովսեփյանին, նա փայլուն կատարում է, անվարան եւ անխափան կատարում է բոլոր գործառույթները շեֆերի, այսինքն Սերժ Սարգսյանի, նախորդինն էլ է կատարել եւ կկատարի հավերժ։ Այնպես որ ես կասեմ, որ ես ուրախ եմ, որ Գևորգ Կոստանյանը ազատվեց այդ աշխատանքից, հենց իր համար, որ մարդը իր գիտելիքները, իր կրթությունը հնարավորություն ունենա օգտագործել պատշաճորեն։ Չնայած ինքն է կամավոր եկել եւ ձգտում էր հասնել այստեղ, բայց տեսնում ես, չկարողացավ ամբողջությամբ կատարել այն, ինչ պահանջվում էր իրենից եւ կարծում դրա համար էլ հեռացավ։ Տիկին Ալեքսանյան, վերջին տարիներին բազմիցս խոսվում էր դատախազությունում կոռուպցիոն ռիսկերի նվազման միտումների մասին։ Կար այդպիսի բան, թե ոչ, դուք որ մոտիկից ուսումնասիրել եք, ինչ փոփոխություններ արեց առհասարակ Գևորգ։ Ճիշտն ասած, ես փոփոխություններ չեմ նկատել դրական այն ոլորտում, որտեղ մենք աշխատում ենք, զինվորական հանցագործությունների հիմնականում բանակի մահվան դեպքերին եւ աղմկահարույց մյուս գործերում, գիտեք, որ Սյունիքի մարզպետի գործով շատ մեծ բացասական նկատվեցին Գևորգ Կոստանյանի նկատմամբ, նա փաստորեն ամենակարկառուն հանրապետականին պաշտպանելու համար շատ բանի վրայով անցավ եւ կանգնեց բացահայտ պաշտպանություն էր ստանձնել, բայց տեսնում եք, այսօր դա այսպես ասած չհիշեցին, մնացած գործերով, ասեմ սովորական գործերով, ես կարծում եմ, որ Գևորգ Կոստանյանը չկարողացավ անել բարեփոխումներ, բացի այն բարեփոխումները, որ արել է եւ ինքը հավատում է, որ դա բարեփոխում է, դա բարեփոխում չէ, հասկանում եք, ներսում համակարգի հետ շերտ առ շերտ, երբ որ դու նայում ես, տեսնում ես, կոռուպցիայի իր տեղում է, ուղղակի ավելի համակարգված կոռուպցիա է, ասենք թեկուզ պաշտոնական դիրքի չարաշահումները եւ գործերի բացահայտ զինվորական որևէ գործ չի բացահայտվել։ Ընդհակառակը բացահայտ դատարանում արդեն ակնհայտ վկան, որը կարող է հայտնել ով էր կատարողը, ով էր դեպքի վայրում, վկային հրաժարվում են լսել, դատախազը ճնշում է, վկային առևանգում, այսինքն այս իրավիճակներն էր, հրապարակումներ կային, մենք զրուցել ենք բազմիցս Կոստանյանի հետ նաև, ես կարծում եմ, որ փոփոխություններ չեն եղել։ Հիմա դուք նշեցիք Աղվան Հովսեփյանի անունը, սակայն մամուլում արդեն շրջանառվող լուրերի համաձայն ամենահավանական թեկնածուն նախագահի խորհրդական օգնական Հրայր Ղուկասյանն է, ով փաստորեն Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է։ Ինչ կարծիք ունեք դուք, եթե սա կյանքի
Ես գիտեմ, որ Հրայր Ղուկասյանը տեսաբան է իրավագիտության, հա, ես այդպես գիտեմ, ես նա լավ չեմ ճանաչում, բայց մարդը, որը պիտի նշանակվի գլխավոր դատախազի պաշտոնում, ինքը պետք է փայլուն իմանա, թե ուր է գնում, եթե ինքը կարող է լրագրողների նկատմամբ բռնությունները, թիրախավորումը, ռմբահարումները, Սարի Թաղոյի այդ ահաբեկչական գործողությունը հայ իշխանությունների կողմից արդարացնել, եթե նա պետք է փայլուն իմանա, թե ինքը ուր է գնում, եթե նա գնում է, բարի ճանապարհ։ Ես չեմ հավատում, որ այնտեղ նա կարող է որևէ մի դրական քայլ անել, որևէ բացահայտում անել, դա բացառվում է այս իշխանության օրոք, դա բացառվում է ուղղակի եւ ափսոսանքով պիտի հայտնեմ, եթե որոշի գնալ, այսինքն նա պետք է փոխի իր կյանքը։ Որքանով կարող էր Կոստանյանի հրաժարականը պայմանավորված լինել Սասնա ծռեր այս խմբի հետ տեղի ունեցածի հետևանքներով, հիմա փաստորեն արդեն մեղադրանքներ են առաջադրվել, Տիկին Ալեքսանյան, կարող է կապ ունենալ եւ պայմանավորված լինել վերջին օրերի զարգացումներով, թեև մենք սպասում էինք, օրինակ հանրությունը սպասում էր ուժային կառույցներում որոշակի պաշտոնանկություններ, փոփոխություններ ոստիկանական համակարգում, օրինակ Լյովա Երանոսյանի անունն էր անդադ շրջանառվում։ Չեմ կարծում ոստիկանական համակարգից հրաժարականներ, փոփոխություններ լինեն։ Սա շատ ձեռնտու մի կառույց է Սերժ Սարգսյանի համար։ Ոստիկանության փոփոխություն չի լինի, հրաժարականներ չեն լինի, որովհետև Սարի Թաղը ցույց տվեց, որ այդ օպերացիան այսպես ամբողջական կարողացել է իրականացնել եւ կարծում եմ Սերժ Սարգսյանը եւ նաեւ իր ելույթում գնահատականներ տվեց գրագետ եւ սառնասիրտ գործողություններ, նա բարձր գնահատական տվեց, իսկ ինչ վերաբերվում է ու մասին էր խոսքը։ Լևա Երանոսյան ուժային կառույցներում։ Հա, չէ, ուժային կառույցներում չեմ կարծում, որ անի Սերժ Սարգսյանը ընտրված է մեկ առ մեկ Լևա Երանոսյանը, բոլորը այնտեղ հենց նրանք են, որոնք եւ պետք է լինեն տեղում եւ միշտ ուժ կիրառեն, բռնություն կիրառեն, թեև Սերժ Սարգսյանի համար անընդունելի, բայց կստիպված բռնություն, հենց այդ մարդկանց միջոցով ինքը կարող է բռնի ուժ կիրառել։ Եվ կուզենայի անդրադառնալ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ մնացական Մարուխյանի հրաժարականին, ինչ է կարծում, թեև նշվում է, որ ըստ ունեցած տեղեկատվության նա թոշակի է անցել, այնուամենայնիվ դուք կապ տեսնում եք, նա ի վերջո ակտիվորեն ներգրաված էր նաև բանդայի գործում։ Գիտեք, ես կարծում, ես լավ չեմ տիրապետում ազգային անվտանգության ծառայության ինչ-որ տվյալների, բայց ես կարող եմ զուտ վիզուալ ասել, որ ասենք այդ ՊՊՑ գնդի գրավումը, ասենք նոնսենս է։ Իրավապահ այդ գրագետ եւ սառնասիրտ գործող իրավապահ մարմինները, որոնք չէին կարողացել վերահսկել եւ այնտեղ հնարավոր էր եղել գրավել այդ կարևորագույն օբյեկտը, այսպես ասենք։ Չեմ ասում, որ դրանից հետո հաց տանողներ մենակ կարողացել մտնել, այսինքն ոչ մի վերահսկողություն, պահպանություն, սա ուղղակի այդ կոնտեքստում է, ինձ թվում է, ինչ որ մեկին ազատել ուղղակի աշխատանքից, թեև ոստիկանությունն էլ է պատասխանատու հենց այդ գնդի համար, նրանք էլ, բայց հեռացվեց փաստորեն, Էրեբունու բաժնի պետը, ոստիկանությունից, չէ, իսկ դե ուղղակի ծիծաղելի է, այսինքն եթե դա հանրության համար է արվել Էրեբունի պետին փոխելը, դա իրանք ուղղակի զբաղվում են, դա հանրության համար չի, իրենք իրենց որոշում են, ասենք, ում հանեն, ինչ հանեն, սա չի արվել հանրության համար, եւ երեք կարծեմ մի հայտարարություն կար, չէ, Վովա Գասպարյանը փնտրում է քաղաքացիական համազգեստով ոստիկաններին, բայց հետո լուսանկարներ հայտնվեցին համացանցում, որ միասին բազմաթիվ այդպիսի լուսանկարներ ունի, ուրեմն այդ ոստիկանները իր նեղ միջավայրում են, էլի ոչ թե ավելի հեռու իրենից։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, այսինքն դատախազի հրաժարականով, փոփոխություններով մենք միևնույն է համակարգի առողջացմանը չենք հասնելու։ Իհարկե ոչ։ Դատախազի նրա համար չեն փոխել, որ բարեփոխում արվի։ Դուք հասկացեք, որ ինչ որ մի բան
այնպես չի ստացվել։ Պարզ է, որ այս օրերի համատեքստում եւ նրանք որոշել են ազատվել դատախազից։ Եվ ի վերջո չէր կարող դատախազը, ինձ թվում է, ինչքանով որ ես նրան կարողացել եմ հասկանալ, նա տեսակին, նա չէր կարող մինչև վերջ գնալ, հա, այդ ապօրինությունների, չգիտեմ ինչ կպատվերը եւ ուզում եմ ասել, որ մարդկանց փոխելով նոր մարդու նշանակելով արդեն ցուցումները տալիս են։ Ես դրա համար եմ ասում, թող վերադարձնեն Աղվան Հովսեփյանը, որը լավ տիրապետում է այդ ամեն ինչին եւ հրայր մոռացա զգանում, հա, հրայր, չէ, այ որ հիմա ուզում են նշանակել գլխավոր դատախազի փոխարեն Ղուկասյան, այո։ Ոչինչ չի կարող փոխվել, գուցե մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ քաղաքակիրթ գիտելիքներ ունեցող երիտասարդ է, բայց Կոստանյանն էլ ուներ տենց գիտելիքներ, նա պետք է ծառայի շեֆին, էսա, ամբողջ տրամաբանությունը, դրա համար որևէ բան չի կարող փոխվել, եւ քանի որ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը պահում է արդեն անթաքույց ջարդերով, այսինքն այս իրավիճակներով, բնական է, որ նրան, ով որ ծառայում է, ով գալիս է ծառայելու, պիտի կատարի այն, ինչ որ ինքը ուզում է։ Սա է ամբողջ հարցը, այսինքն որևէ փոփոխություն չի կարելի ակնկալել այս պաշտոնների հեռացումից եւ նոր նշանակումներից։